Այսօր մենք կուսումնասիրենք միջնադարյան արդարադատության ամենաարտասովոր քիչ հայտնի էջերից մեկը օրթալյաների միջոցով դատավարությունները։ Ձեսեր, որոնցում տղամարդիկ կանայք իրենց մարմինները ենթարկում էին փորձության գրագի, եռման ջրի մենամարտի միջոցով հավատալով, որ Աստված կբացահայտի ճշմարտությունը այնտեղ, որտեղ մարդիկ չէին կարող հասնել դրան, նախքան տեսանյութը շարունակելը, հիշեցրեք բաժանորդագրվել ալիքին նմանատիպ այլ վավերագրական պատմությունների համար։ 9-րդ դարի կեսերին Եվրոպայի սրտում Լոթարինգիայի թագավորությունը կառավարում էր մի երիտասարդ թագավոր Լոթար Ժեժը, ինչպես իր ժամանակի շատ միապետներ։ Լոթարը գրում էր իր տոհմի շարունակականությունն ապահովելու պատասխանատվությունը։ Մի հարց, որը դուրս էր գալիս ընտանեկան շրջանակներից, առնչվում էր թագավորության գայունությանը, եւ հենց այս կետում էր, որ նրա կյանքը սկսեց անդառնալիորեն բարդանալ։ Լոթարն ամուսնացած էր Տտբերգա անունով մի ազնվական գնոջ հետ, սակայն նրանց միությունը զավակներ չէր պարգում։ Մի հասարակության մեջ, որտեղ պտղաբերությունը դիտվում էր որպես աստվածային օրհնություն, ժառանգի բացակայությունը վտանգի տակ էր դնում ողջ թագավորության ապագան, Լոթարը հարաբերություններ ուներ մեկ այլ գնոջ Վալդրադա անունով մի սիրուհու հետ, ցանկանում էր ամուսնանալ նրա հետ, դրա համար նրան անհրաժեշտ էր ազատվել Տտբերգայից։ Վաղ միջնադարում այսպես կոչված սերիական մոնոգամիան ազնվականի կողմից կնոջից բաժանվելու մեկ ուրիշի հետ ամուսնանալու պրակտիկան այնքան էլ հազվադեպ չէր, սակայն Լոթարի դեպքը այլ ընթացք ստացավ։ Տտբերգայի եղբայրը Հուգբերտը կտրականապես դեմ արտահայտվեց ամուսնալուծությանը, եկեղեցին նույնպես դիրքորոշում ընդունեց դրա դեմ։ Այն, ինչ կարող էր լուծվել մի քանի ամսում, վերածվեց մի երկարատ դատական գործընթացի, որը նախադեպը չուներ միջնադարյան Եվրոպայում։ Իր գործն ամրապնդելու համար Լոթարի կողմնակիցները Տտբերգային մեղադրեցին իր եղբոր հետ արյունապղծություն կատարելու մեջ, ինչը, իբր, հարուցել էր Աստծո բարկությունը պատժել նրան անպտղությամբ, դա կործանարար մեղադրանք էր, բայց կար մի հիմնարար խոչընդոտ։ Դա գաղտնի հանցագործություն էր առանց վկաների, ովքեր կարող էին հաստատել կամ հերքել մեղադրանքը։ Այս պահին պատմությունը մի շրջադարձ է կատարում, որը մեզ տանում է այս վավերագրական ֆիլմի թեմայի հիմքին։ Վկաներ ներկայացնելու անհնարինության պայմաններում Տտբերգան դիմեց մի բանի, որը վեր էր մարդկային արդարադատությունից, նա ուղղակիորեն դիմեց Աստծուն։ Նա առաջարկեց ենթարկվել մի հատուկ տեսակի դատավարության մի ընթացակարգի, որը միջնադարը շատ լավ գիտեր ընդունում էր որպես աստվածային ճշմարտության բացահայտման օրինական գործիք, եւ քանի որ նա ազնվական գին էր, ավանդույթը թույլ էր տալիս նրան նշանակել մի չեմպիոն փոխարինող մարտիկ, որպեսզի վերջինս իր փոխարեն անցնի փորձությունը։ Այդպես էլ արվեց։ Ձեսը սկսվեց 3 օրյա պահքով ինտենսիվ աղոթքով, անհրաժեշտ էր, որ մասնակցի մարմին ու հոգին պատրաստ լինեին ընդունելու Աստծո դատաստանը։ Հոգոր պատրաստության այս շրջանից հետո ջրով լի մի մեծ կաթսա դրվեց բաց գրագի վրա, տաքացվեց մինչ ուժգին եռալը։ Այդ եռացող ջրի մեջ գցվեց մի փոքրիկ առարկա, գուցե մատանի, գուցե մի քար։ Քահանաները հանդիսավոր պատարագ մատուցեցին, օրհնեցին առարկան, խնդրելով Աստծուն, որ դրա միջոցով բացահայտի թագուհու անմեղության կամ մեղավորության մասին ճշմարտությունը։ Մթնոլորտը անկասկած ծայրահեղ լարված էր, բոլոր ներկաները գիտեին, թե ինչ է սպասվում հաջորդիվ։ Տտբերգայի փոխարինողն այնուհետ մոտեցավ կաթսային, հոգորականների, ազնվականների երկու կողմերի դիտորդների ուշադիր հայացքների ներքո նա ձեռքը մտցրեց եռման ջրի մեջ, հասավ կաթսայի հատակին, հանեց առարկան։ Ձեռքն անմիջապես վիրակապվեց, ոչ ոք չէր կարող դիպչել դրան կամ զննել այն մինչ սահմանված ժամկետը։ Ամբողջ 3 օր անցավ, նախքան վիրակապը վերջապես հեռացվեց, դա տեղի ունեցավ յուրաքանչյուր կողմից մեկական վկայի ողջ գործընթացը վերահսկող քահանայի խիստ հսկողության ներքո, բացահայտման պահը լցված էր սուր նշանակությամբ, եթե ձեռքը ծանր այրված լիներ, եթե մաշկը փտած լիներ կամ ցույց տար սուր վարագի նշաններ, դա կմեկնաբանվեր որպես Աստծո հստակ նշան, որը մատնանշում էր Տտբերգայի մեղավորությունը։ Սակայն դա տեղի չունեցավ, երբ վիրակապը հեռացվեց, արձանագրվեց, որ ձեռքը պատշաճ կերպով լավանում էր, միջնադարյան մարդկանց աչքերում դա անհերքելի էր։ Աստված պաշտպանել էր թագուհու փոխարինողին զերծ պահելով նրա մարմինը եռման ջրի ծայրահեղ վնասից, որպեսզի աշխարհին հայտնի Տտբերգայի անմեղությունը։ Նա արդարացվեց աստվածային դատաստանով։ Այս դրվագը օրթալիայի կամ աստվածային դատաստանի դասական օրինակ է, լատիներենով տերմին էր «եպճրիզվետ» Աստծո դատաստան։ Մի խորապես քրիստոնեական հասարակության մեջ, որտեղ Աստված ընդունվում էր որպես ամենագետ գերագույն արդարադատ, դժվարին դեպքերում աստվածային դատաստանին դիմելը ոչ թե անբանականություն էր, այլ ամենադրամաբանական քայլը, եւ մի աշխարհայացքում, որտեղ Աստված ունակ էր փոխել բնությունը հրաշքների տեսքով, որտեղ քահանաները կանչում էին նման հրաշքներ պատարագի ժամանակ հաղորդության ընթացքում։ Այն միտքը, որ Աստված կարող էր միջամտել դատավարությանը ճշմարտությունը բացահայտելու համար, կատարելապես տրամաբանական էր։ Օրթալյան, որը մենք նոր նկարագրեցինք Տտբերգայի դեպքում, մասնավորապես կոչվում էր տաք ջրի օրթալիա կամ կաթսայի օրթալիա, սակայն սա միայն մեկն էր այն բազմաթիվ տեսակներից, որոնք գոյություն են ունեցել միջնադարի ընթացքում։ Տաք ջրի օրթալիան համարվում է մարտի հետ չկապված օրթալիաներից ամենահինը, հավանաբար ծագել է ֆրանկների մոտ։ Առաջին փաստաթղթավորված հիշատակումը հայտնվում է Սալիական օրենքների առաջին խմբագրության մեջ, որը թվագրվում է մոտավորապես 510 թվականով։ Այս ընթացակարգը սկսում է հայտնվել այլ
Ժողովուրդների օրենքներում միայն այն ժամանակ, երբ ֆրանկների ուժն ու ազդեցությունը տարածվում են Եվրոպայում։ Այս վաղ թվագրումը հուշում է, որ պրակտիկան կարող է արմատներ ունենալ նախաքրիստոնեական ավանդույթներում։ Սակայն գրեթե ոչինչ հայտնի չէ 510 թվականից առաջ եղած Օրթալիայի այն Օրթալիայի նմանությունների կամ տարբերությունների մասին, որը մենք գիտենք հետագա գրառումներից։ Օրթալիաների համայնապատկերը զգալիորեն փոխվեց 8-րդ դարի կեսերին Կարոլինգյան դինաստիայի ֆրանկների գահին բարձրանալով էլ ավելի զարգացավ 9-րդ դարում Կարլոս Մեծի նրա հաջորդների օրոք, սկսեցին ի հայտ գալ օրթալիաների նոր տեսակներ, որոնք արտացոլում էին ինչպես այս դատավարությունների աջող կարողությունը, այնպես էլ այն ստեղծագործականությունը, եթե կարելի է այդպես անվանել, որով միջնադարյան հասարակությունը մոտենում էր աստվածային արդարադատության հարցին, այդ նորամուծություններից մեկը խաչի օրթալիան էր, այս ընթացակարգում վիճող երկու կողմերը կանգնում էին միմյանց դիմաց ձեռքերը խաչած տարածած պահելով այդ դիրքը այնքան ժամանակ, մինչ կողմերից մեկը տեղի տար հոգնածությանը իջեցներ ձեռքերը, նա, ով առաջին էր իջեցնում ձեռքերը, համարվում էր պարտված, հետաբար մեղավոր կամ սխալվող։ Այս տեսակը որոշ ժամանակ մեծ ժողովրդականություն վայելեց, սակայն համեմատաբար շուտ արգելվեց Կարլոս Մեծի որդու Լուի Բարեպաշտ կայսեր կողմից, ով համարում էր, որ այս պրակտիկան անհարգալից վերաբերմունք է խաչի սուրբ խորհրդանիշի նկատմամբ։ Այլ տեսակներ, սակայն, շատ ավելի երկար կյանք ունեցան, ամենաազդեցիկ տարածվածներից մեկը շիկացած երկաթի օրթալյան էր, ընթացակարգը ոգով նման էր տաք ջրի փորձությանը, սակայն զտարբեր էր, ձեռքը եռացող կաթսայի մեջ մտցնելու փոխարեն, մեղադրյալը պետք է ամուր բռներ շիկացած երկաթե ձողը 3 քայլ աներ նախքան այն բաց թողնելը։ Ինչպես տաք ջրի օրթալիայի դեպքում, ձեռքն այնուհետ վիրակապվում էր զնվում որոշակի ժամանակ անց, այս ընթացակարգի մի տարբերակ էր շիկացած կութանի խոփերի օրթալյան, որն առաջին անգամ հիշատակվում է Թյուրինգների օրենքներում։ Այս դեպքում մինչ շիկանալը տաքացված կութանի խոփերը դրվում էին գետնին, մեղադրյալը պետք է քայլեր դրանց վրայով բոբիկ ոտքերով։ Մեկ այլ կարևոր տեսակ էր սառը ջրի օրթալյան, որը հավանաբար ծագել է Կարլոս Մեծի օրոք պապականության աջակցությամբ, մեղադրյալին նետում էին քահանայի կողմից օրնված գետը, եթե նա սուզվում էր, համարվում էր անմեղ, եթե լողում էր մակերեսին, նշանակում էր, որ սուրբ ջուրը մերժում էր նրան մատնանշելով մեղքը, գոյություն ունի բավականին տարածված թյուրիմացություն, ըստ որի անմեղությունը որոշվում էր խեղդվելով, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, Հինկմար Ռեյմսացի arczepiskopos-ը հստակ նշում է, որ մեղադրյալին պետք է պարան կապել, որպեսզի սուզվելու դեպքում նրան կարողանան դուրս բերել ջրից։ Գոյություն ուներ նա հաղորդության օրթալյան, որը հիմնականում կիրառվում էր եկեղեցական դատարաններում, մեղադրյալը անմեղության երդում էր տալիս հաղորդություն ստանում, հավատում էին, որ եթե նա մեղավոր լինի, կխեղդվի նշխարից կամ կմահանա 1 տարվա ընթացքում։ Համոզված միջնադարյան քրիստոնյայի համար Քրիստոսի մարմինն ընդունելը ծանր մեղքով կարող էր նույնքան սարսափելի լինել, որքան ձեռքը երման ջրի մեջ մտցնելը։ Վախը բավականաչափ իրական էր, որպեսզի շատերը խոստովանեին դեռ նախքան նշխարը ստանալը։ Եվ հետո կար թերս բոլորից ամենահայտնին դատական մենամարտը, մեղադրողն ու մեղադրյալը բախվում էին ճակատամարտում։ Այս տեսակը բավականին հին էր միջնադարյան առաջին դարերում ավելի տարածված էր, քան տաք ջրի օրթալյան, թե որոշ տարածաշրջաններում հաստատվելու համար ավելի երկար ժամանակ պահանջվեց։ Անգլոսաքսոնների մոտ դատական մենամարտի մասին հիշատակում չկա մինչ 1066 թվականի նորմանդական նվաճումը, սովորաբար կողմերն իրենք էին մարտնչում, թե որոշակի հանգամանքներում թույլատրվում էր նշանակել փոխարինող մարտիկի չեմպիոնի շատ երիտասարդների, տարեցների, հիվանդների կամ կանանց համար, Թյուրինգների օրենքը հստակեցնում է, որ գութանի խոփերի օրթալյան պետք է կիրառվեր այն դեպքում, երբ կինը չէր կարողանում փոխարինող մարտիկ գտնել։ Ժամանակի ընթացքում փոխարինողների օգտագործումն այնքան սովորական դարձավ, որ որոշ մարդիկ կարիերա ստեղծեցին որպես պրոֆեսիոնալ մարտիկներ։ Ավանդաբար մենամարտը մղվում էր մահակներով վահաններով, սակայն ասպետները սկսեցին մարտնչել լրիվ զրահով, նույնիսկ ձիավարելով։ Տեսականորեն ճակատամարտը տում էր մինչ կողմերից մեկի հանձնվելը։ Սակայն երբ խոսքը վերաբերում էր դավաճանության կամ մեծ արժեք ունեցող գողության մեղադրանքներին, մենամարտերը կարող էին դառնալ չափազանց դաժան մահացու։ Կարող է տարբերակել, որ ոչ բոլոր միջնադարյան մենամարտերն էին օրթալիա։ Կային մարտեր, որոնք պարզապես պատվի մարտահրավերներ էին, որտեղ հաղթում էր լավագույն ռազմիկը անկախ նրանից, թե ով էր ճիշտ, սակայն դատական մենամարտը տարբեր էր, ակնկալվում էր, որ Աստված կօգնի այն ռազմիկին, ով ներկայացնում էր արդար կողմը անկախ հմտությունից, այնուամենայնիվ, բոլորը փորձում էին ձեռք բերել հնարավոր լավագույն ռազմիկին։ 800-ական թվականների շուրջ օրթալիաների նոր տեսակների բազմապատկումը կապված է այն փաստի հետ, որ դրանք սկսեցին կիրառվել շատ ավելի հաճախ։ Պատմաբան Ռոբերտ Բարթլեթը մոտավորապես 800-ից մինչ 1215 թվական ընկած ժամանակաշրջանը անվանում է Օրթալիայի դարաշրջան։ Բարթլեթը ենթադրում է, որ կարոլինգները, հատկապես Կարլոս Մեծը, իրենց տեսնում էին որպես աստվածայնորեն հաստատված թագավորության գրողներ։ Աստված թույլ էր տվել նրանց բազմել գահին պապի միջոցով Կարլոս Մեծին նշանակել էր հռոմեացիների կայսր, որպեսզի այս աստվածային պետությունը գործեր, օրենքները պետք է կատարվեին, օրթալյան լուծում էր մի հիմնարար խնդիր իրավիճակներ, երբ երկիմաստությունը խոչընդոտում էր արդարադատության իրականացմանը։
Բարթլետի խոսքերով դա մի գործիք էր այնպիսի իրավիճակների հետ վարվելու համար, որոնցում հստակ գիտելիքն անհնար էր, բայց անորոշությունն անտանելի։ Հստակության այս մտահոգությունը կենտրոնական է օրթալյաները հասկանալու համար, քանի որ դրանք չէին գիրառվում բոլոր դեպքերում, ոչ էլ դեպքերի մեծամասնությունում։ Միջնադարյան արդարադատությունը հիմնված էր վկայությունների հանդիսավոր երդումների վրա։ Սակայն երբ հնարավոր չէր հավաքել վստահելի վկաներ, կամ երբ երդումները չէին կարող հաստատվել, որ է բան հստակությամբ որոշելն անհնար էր դառնում։ Սա սուր խնդիր էր գաղտնի հանցագործությունների դեպքում թունավորումներ, թաքնված սպանություններ, արարքներ, որոնք պետք է պատժվեին իրենց ծանրության պատճառով, բայց որոնց համար հազվադեպ էին վկաներ լինում։ Հենց նման դեպքերում էին օրթալյաները հայտնվում ասպարեզում։ Այս տրամաբանությունը բացատրում է, թե ինչու էին օրթալյաները հաճախ կիրառվում սեռական անպարկեշտ վարքի դեպքերում, ինչպես Տտբերգայի դեպքն էր, նա հերետիկոսների դեմ դատավարություններում սկսած 11-րդ դարից։ Դրանք գործողություններ էին, որոնք կատարվում էին գաղտնի առանց վկաների, սառը ջրի օրթալյան դարձավ ամենատարածված ընտրությունը հերետիկոսության դեմ դատավարություններում, քանի որ կար այս գործերը արագ լուծելու հրատապություն։ Ցավոք, այս հրատապությունը երբեմն հանգեցնում էր ամբողջի արդարադատության դրվագների, ինչպես Սուասոնում 1114 թվականին, որտեղ հերետիկոսության մեջ մեղադրվողները լինչի ենթարկվեցին ամբողջի կողմից, նախքան որ պաշտոնական դատավարություն կավարտվեր։ Օրթալյանները գիրառվում էին նա հողային սեփականության սոցիալական կարգավիճակի շուրջ վեճերում, երկու կողմերը, որոնք հավակնում էին նույն հողակտորին, կարող էին կանչել վկաներ երդում տալ։ Բայց որպես վերջին միջոց կարող էր անցկացվել օրթալիա։ Այս դեպքերում մենամարտն ավելի տարածված էր, հատկապես նմանատիպ կարգավիճակ ունեցող ազնվականների մեջ։ Սոցիալական կարգավիճակի շուրջ վեճերը ցույց են տալիս, թե ինչպես կարող էին օրթալյաները գիրառվել որպես չարաշահման գործիք 12-րդ դարի Ֆրանսիայում գյուղացիները, ովքեր փորձում էին ապացուցել, որ ազատ են ոչ թե ջորդ, հաճախ ահաբեկվում էին հետ կանգնելու իրենց պահանջից օրթալիայի սպառնալիքով։ Մի բնորոշ դեպք վերաբերում է Ալբերտոին, ով հրթեհել էր Մարմուդիեի վանքի ամբարը իր կնոջ Պլեկտրութայի հետ միասին վերածվել էր ջորդության։ Տարիներ անց Պլեկտրութան պնդեց, որ իր որդին Վիտալիսը ազատ է, քանի որ ծնվել էր նախքան այդ իրադարձությունները, վանականները պահանջեցին, որ նա դա ապացույցի ենթարկվելով շիկացած երկաթի օրթալիային։ Պլեկտրութան սկզբում համաձայնեց, բայց հետ կանգնեց, երբ շիկացած ձողը դրվեց նրա առջ, ջորդի երթումը հազվադեպ էր վստահելի համարվում, երբ գյուղացին փորձում էր ապացուցել իր ազատ կարգավիճակը, նրա հետ վարվում էին որպես ջորդի մինչ հակառակն ապացուցելը, ինչը հեշտացնում էր չարաշահումը։ Ժամանակի մեծ մասում օրթալիայի գաղափարը լայնորեն ընդունված էր, սակայն կոնկրետ արդյունքները վիճարկվում էին։ Սուասոնի 1114 թվականի դեպքում ամբողջը գործը համարեց ավարտված։ Մեղադրյալները լողացել էին ջրի մագերեսին, հետաբար հերետիկոս էին, եկեղեցական իշխանությունները համաձայն չէին։ Եկեղեցու նպատակը միշտ եղել էր հերետիկոսներին դարձի բերելը։ Բացի այդ, արդյունքները դեռ պաշտոնապես չէին մեկնաբանվել, երբ ինչ-որ մեկին նետում են ջրի հոսանքի մեջ, արդյունքը կարող է բավականին երկիմաստ լինել։ Գոյություն ունեն փաստաթղթավորված դեպքեր, երբ օրթալյաները կրկնվել են բազմաթիվ անգամներ նախքան վերջնական դատավճիռը։ Ապացույցները հաճախ սուբյեկտիվ էին։ Որքան պետք է այրված լիներ ձեռքը մեղավորությունը մատնանշելու համար, որքան պետք է սուզվեր ինչ-որ մեկը անմեղ հայտարարվելու համար, կարող էին լինել հնարքներ կամ քահանայի կաշառում։ Բայց մինույն ժամանակ մարդիկ հաճախ հարգում էին արդյունքները, օրթալյաներ անցկացնելու իրավունքը տրվում էր միայն որոշակի հոգորականների, ընթացակարգերը սովորաբար իրականացվում էին ներգրավված համայնքից հեռու կողմնակալությունից խուսափելու հույսով։ Դատական մենամարտն ավելի քիչ երկիմաստ էր, բայց միշտ էլ բանավեճեր են եղել այն մասին, թե արդյոք դա իսկապես աստվածային միջամտություն էր, թե պարզապես ուժ հմտություն, եկեղեցին գրեթե միաձայն դատապարտել է այն հենց սկզբից, բայց պրակտիկան պահպանվեց։ Իհարկե, միշտ էլ եղել են ձայներ, որոնք հիմնավորապես դեմ են եղել օրթալիայի գաղափարին տարբեր պատճառներով, նույնիսկ նախքան Տտբերգայի դատավարությունը Հինկմար Ռեյմսացու կողմից արդյունքների պաշտպանությունը։ Լիոնի եպիսկոպոս Ագոբարդը գրել էր իր դիչ Փշոնտվոբուն Վյուպչիզբետ գիրք ընդդեմ Աստծո դատաստանի աշխատությունը, որը, ինչպես անունն է հուշում, գիրք էր օրթալյաների դեմ, Ագոբարդը քննադատում էր դրանք Սուրբ գրքում կամ որե այլ հեղինակավոր ավանդույթում հիմք չունենալու համար աստվածային դատաստանի անճանաչելի բնույթը պարզունակացնելու համար, այդ պատճառով նա դրանք համեմատում էր գուշակության հետ, որը միջնադարյան մտածողների կողմից համարվում էր հեթանոսական մոգության մարմնավորումը, օրթալյաներն անվանում էր սնահավատ պրակտիկա։ Նա փաստարկում էր, որ հստակություն ձեռք բերելու նման հեշտ միջոցը անօգուտ էր դարձնում բանականության արդար դատավորների աստվածային խթանումը, ինչը տրամաբանական պարադոքս էր միջնադարյան քրիստոնեական մտածողության մեջ, եթե Աստված մարդկանց տվել էր իմաստությամբ դատելու բանականության կարողություն, ինչով պետք է առաջարկեր մի կարճ ճանապարհ, որն այդ կարողությունները դարձնում էր ավելորդ։ Այնուամենայնիվ, Ագոբարդը ներկայացնում էր փոքրամասնությունը 9-րդ դարում, նրա ձայնը, որքան էլ որ պերջախոս լիներ, չկարողացավ փոխել իր ժամանակի դատական պրակտիկայի ընթացքը, սակայն իրավիճակը զգալիորեն կփոխվեր հաջորդ դարերում։
12-րդ դարի վերջում Ագոբարդի ներկայացրած նույն փաստարկները վերցվեցին նոր թափով այնպիսի գործիչների կողմից, ինչպիսին էր Պիեր Կանտորը փարիզյան մի աստվածաբան կանոնագետ, ով կտրուկ քննադատեց օրթալյաները։ Պիեր Կանտորը հատկապես բարձրաձայնում էր Աստծուն փորձելու հարցի մասին, նա չէր մերժում այն միտքը, որ Աստված կարող էր հրաշքներ գործել կամ այդ կերպ միջամտել, իր ժամանակի մարդկանց մեծ մասը հաստատապես հավատում էր հրաշքներին։ Սակայն նա նկատեց, որ իսկապես ամբարտավանություն էր ցանկացած մարդու համար Աստծուց հրաշք պահանջել ամեն անգամ, երբ դա իրեն հարմար էր։ Օրթալյան այս տեսանկյունից ոչ թե աստվածային արդարադատության խոնար հայց էր, այլ մի համարձակ հավակնություն, թե Աստված պարտավոր էր պատասխանել ըստ պահանջի։ Օրթալիայի պաշտպանները որպես փաստարկ դիմում էին պատարագին։ Հաղորդությունը աստվածային օրհնությունների կանոնավոր հայց էր, որն առաջացնում էր ճանաչված հրաշք։ Օրթալիայի օրինականության մի մասը բխում էր պատարագի հետ նրա մերձեցումից, կաթսան ու երկաթը օրհնելու աղոթքները նման էին պատարագի մկրտության ժամանակ օգտագործվող աղոթքներին։ Սակայն 12-րդ դարի բարեփոխումները, սահմանելով խորհուրդները կանոնական իրավունքը ավելի մեծ խստությամբ, ստեղծեցին ջեղքվածք, հաղորդության հրաշքը ուներ աստվածաշնչյան հիմք խորհրդավոր էր, օրթալյան առանց սուրբգրային հիմքի։ Նորամուծություն էր, որը պարզունակացնում էր Աստծո խորհուրդները։ Եկեղեցական վերնախավի այս աջող թշնամանքը օրթալյաների նկատմամբ հասավ իր գագաթնագետին պատմության մի վճռորոշ պահին։ 1215 թվականին Ինոկենտիոս Ռիժ Պապը հրավիրեց Լաթերանի 4-րդ ժողովը ողջ միջնադարի ամենակարևոր տիեզերական ժողովներից մեկը։ Այս ժողովի կողմից հաստատված բազմաթիվ կանոնների թվում կար հոգորականների մասնակցությունը օրթալյաներին ուղղակիորեն արգելող կանոն։ Սա օրթալյաների միջոցով դատավարության վերջի սկիզբն էր։ Ճիշտ է, կանոնական իրավունքը եկեղեցու օրենքն էր։ Այն ինքնաբերաբար անօրինական չէր դարձնում օրթալյաները աշխարհիկ դատարաններում, որտեղ դրանք հիմնականում տեղի էին ունենում։ Սակայն քահանաների հիմնարար կախվածությունը, որպեսզի Օրթալիայի ողջ գործընթացը գործեր, նշանակում էր, որ այս արգելքը գործանարար արդյունավետ էր, առանց քահանայի օրհնության, առանց ծիսական աղոթքների, առանց ծեսին ուղեկցող պատարագի մատուցման, Օրթալյան գործնում էր իր օրինականությունը իմաստը, այն այլս յուպչրիզբետ չէր։ Այն պարզապես տանջանք էր առանց աստվածային նպատակի։ Տեղական եկեղեցական ժողովները ողջ Եվրոպայում վերահաստատեցին Լաթերանի 4-րդ ժողովի կանոնները, ավելի ու ավելի շատ քահանաներ հրաժարվում էին մասնակցել օրթալյաներին, որոշ բարձր կենտրոնացված թագավորություններ, որոնք ունեին ամուր պապական կապեր, ինչպիսիք էին Անգլիան, Դանիան, արգելեցին օրթալյաները 1215 թվականից քիչ անց, մյուսները ավելի երկար ժամանակ պահանջեցին։ Սակայն աստիճանական գործընթացի միջոցով, որը տարածվեց ողջ 13-րդ դարում, օրթալյաները դարձան անօրինական կամ պարզապես դարձան անիրագործելի։ Դուրս եկան գործածությունից գրեթե ողջ կաթոլիկ Եվրոպայում։ Պրակտիկան պահպանվեց որոշ վայրերում խիստ տեղական բացառիկ դեպքերում, ինչի մասին եկեղեցին կանոնավոր կերպով դժգոհում էր, բայց ընդհանուր առմամբ Օրթալիայի դարաշրջանը ավարտվել էր առնվազն կաթոլիկ աշխարհում։ Այնուամենայնիվ, եղան հետաքրքիր աշխարհագրական բացառություններ, Օրթալյան ներմուծվեց բյուզանդական կայսրություն խաչագրած արշավանքների միջոցով հասավ մինչ ռուսական իշխանություններ, երկու դեպքում էլ պրակտիկան ավելի երկար տեց, քան կաթոլիկ արմունքում։ Մեծապես այդ տարածաշրջաններում պապական իշխանության մերժման պատճառով, բյուզանդական դեպքում օրթալյաները պահպանվեցին մինչ բուն կայսրության վերջը, սակայն այդ վայրերում դրանք երբեք չհասան նույն ժողովրդականությանը կենտրոնականությանը, որն ունեին արմատյան կաթոլիկ աշխարհում։ Մյուս մեծ բացառությունը դատական մենամարտն էր, քանի որ եկեղեցին միշտ դեմ էր եղել դրան, քանի որ այն ավելի քիչ էր ակնհայտորեն կախված տեսանելի հրաշքից, քահանաները հազվադեպ էին այնքան ներգրավված դատական դուելներում, որքան Օրթալիայի մյուս ծերում։ Սա նշանակում էր, որ դատական մենամարտը ավելի երկար գոյատեց, նույնիսկ օրթալյաների բացահայտ քննադատները, ինչպիսին էր սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Վիժը, պահպանեցին դատական մենամարտը դավաճանության մեղադրանքների համար ժամանակի ընթացքում։ Սակայն այս մենամարտերը նույնպես դուրս եկան գործածությունից, դրանք արգելվեցին շատ համատեքստերում միջնադարի վերջում բավականին հազվադեպ էին դարձել։ Կան գրառումներ, որոնք հուշում են, որ Ֆրանսիայում վերջին դատական մենամարտը տեղի է ունեցել 1380-ական թվականներին, թե դատական մարտեր դեռս անցկացվել են այլ վայրերում մինչ 15-րդ դարը։ Այսպիսով, չնայած 800-ից 1200 թվականների միջ օրթալյաների ժողովրդականությանը կենտրոնականությանը, միջնադարի վերջին դարերն այլս չէին տեսնում այս ընթացակարգը որպես հիմնարար տարր դատական հստակության որոնման մեջ, դրա փոխարեն ի հայտ եկավ ինկվիզիցիոն գործընթացը տանջանքների կիրառումը, որոնք պարադոքսալ կերպով ժամանակի մտածողության կողմից դիտվում էին որպես շատ ավելի վստահելի միջոցներ նույնքան ծանր բարդ դեպքերում ճշմարտությունը ձեռք բերելու համար։ Եռման ջրով կաթսան իր տեղը զիջեց հարցաքննության սենյակին, իսկ շիկացած երկաթե ձողը փոխարինվեց գործիքներով, որոնք նախատեսված էին ոչ թե աստվածային կամքը բացահայտելու, այլ մարդկային կամքը գոտրելու համար։ Միջնադարյան արդարադատության պատմությունը, վերջին հաշվով, հավատի, բանականության իշխանության միջ հարաբերությունների խորը փոխակերպումների պատմություն է։ Օրթալյաները ծագեցին մի աշխարհում, որտեղ բնականի գերբնականի միջ սահմանը նուրբ էր, որտեղ Աստված դիտվում էր որպես ակտիվ մասնագիծ մարդկային գործերում, որտեղ հստակությունը կարող էր փնտրվել։
Հրաշքի միջոցով դրանց անկումը արտացոլում է ոչ միայն փոփոխություններ իրավական պրակտիկայում, այլ աստիճանական փոխագերբում հենց այն ձի մեջ, թե ինչպես էր եվրոպական հասարակությունը պատկերացնում Աստծո դերը երկրային արդարադատության իրականացման գործում։ Եթե այս ճանապարհորդությունը միջնադարյան արդարադատության հրաշալի աշխարհով արթնացրեց ձեր հետաքրքրությունը, եթե դուք զգացիք այդ եռացող կաթսայի տաքությունը աստվածային բացահայտմանը սпасելու այդ 3 օրերի լարվածությունը, ապա մտածեք այս ալիքին բաժանորդագրվելու մասին նմանատիպ այլ պատմությունների հետելու համար։ Թողեք ձեր մեկնաբանությունը ստոր պատմելով, թե Օրթալիայի որ տեսակը ձեզ վրա ամենաշատը տպավորություն թողեց, կամ միջնադարի որ ասպեկտը կցանկանայիք ուսումնասիրել հաջորդ դրվագներում, հավանեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան բացահայտել այս արտասովոր պատմությունները, որոնք անցյալը մեզ ունի պատմելու, որովհետև պատմությունը կազմված չէ միայն թագավորներից ճակատամարտերից։ Այն կազմված է եռացող կաթսաներից, վիրակապված ձեռքերից մի այնքան խորը հավատից, որ մարդիկ իրենց ճակատագիրը վստահում էին Աստծո կամքին, մինչ հաջորդ հանդիպում։